Նախասրա ավելի շատ համերգասրահի է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեկ խաղորականում է։ Ուրախ եմ շատ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ագրոնոմի կապակցությամբ ասեմ, որ շատ ուրախալի է, որ հիմա մենք նկատում ենք, որ ինտենսիվ այգիներում եւ ջերմոցային տնտեսություններում ավելի ու ավելի շատ տեղացի մասնագետներ ենք տեսնում։ Այն սկզբնական շրջանում, որ կար, հիմնականում դրսի մասնագետներն էին աշխատում եւ հիմա շատ ուրախ ենք, որ մեր մասնագետները արդեն լիարժեք ներգրաված են։ Օ, այս ձեր արտադրանքն է, հա։ Այս իսկական չի, չէ։ Էսի տորտա։ Հա, տորտ բայ կներեք դե։ Ես էլ կպա։ Էսի միլի քաղցր բիբարներ, ասա Պալերմո քաղցր բիբարա։ Սրանք։ Էսի գույնավոր բալգարսկին է։ Էսի մի հատ բան էլ ասեմ ձեզ նոր։ Սա հայտնի հաբաներո է կծու։ Հիմա սանից մենք էսա փորձարկումը վաճառքի չկա։ Քաղցր կծու ջեմ մուրաբա։ Ջեմ մուրաբա։ Ջեմ մուրաբա։ Անկեղծ մտիլն եմ առաջի անգամ եմ լսում։ Հա, թե ինքը հայտնի է, ուղղակի մեր մոտ հայտնի չէ։ Բայց սրանք քաղցր, սրանք կլուբնիկի քաղցրության, սրանք են նոր փորձում են։ Նոր սորտերը։ Ելակի քաղցրությանը։ Այս կարմիրը ելակի այո։ Ու ավելի բարձր կարելի ասել։ Քաղցրություն։ Առաջ անգամ եմ sense բան նախ լսում, երկրորդն եմ շուկան կա։ հələ փորձեք։ Փորձեք, հա։ Միրգ է։ Հա։ Հա, մերսի։ Սրանք էլ են հանում։ Բայց սա ավելի քաղցր է։ Սրանք այդ կծու չի, նո։ Չէ, կծուները Այս ափսոս ինքը կծու ավելի լավ կլներ։ Կարելի է, չէ։ Սա ուրիշ ആണ്, ավելի ջերմի է։ Բա դուք ո՞նց եք առնչվել, որ sense Սա սորտերը հոլանդական։ հա, նկատի ունեմ դուք այս բիզնեսի մեջ նախկինում եղել եք։ Չէ։ 2 տարի է։ Երկրորդ տարին։ Այս նոր սորտերը։ Էսի հիմա փորձում ենք նոր սորտեր են։ Իրանք նոր են կսան։ Այս մեր այս փաթեթը Անձեռոջիկն։ Այս մեր տեղական շուկան կա դե անցած տարվանից։ Այդ շատ լավ է որ կան։ Հա։ Ես հայկական։ Իսկ որտեղ եք արտահանում հիմնականում։ Ռուսաստան ենք արտահանում։ Հիմա փորձում ենք Եվրոպա, Դուբայ, փորձում ենք հանենք, այս տարի կանենք դեռ։ Բայց այս շուկան մեր կա։ Մեր շուկան ուզում է այս գույներով, բայց դուրսը ուզում են մենակ կարմիր գույներն։ Շատ լավ։ Երբ է հիմնադրվել։ 24 Իսկ ինչով են օգնել կառավարության ծրագրերը ձեզ։ Իսկ ինչով են խանգարել։ Ոչ մի բանով։ Չէ, իրոք անկեղծ։ Չէ, մի հատ օրենք 3 ուժի մեջ մտավ, շինթույլտվությունները թանկացել են։ 3 օրենք ուժի մեջ մտավ, լավ մեղմացրեցին։ Դա նշանակում է, որ պլաններ ունեք նոր կառուցում։ Մենք այս տարի պետք է սկսենք, բայց սկսեցինք։ Հիմա այս 5 հեկտարը սա է, ունենք 6.5 ու ռակաբուծություններ ենք դիմել։ Կա չէ ծրագիրը։ Այո, իրենք շահառու են։ Անցած տարի ինձ համոզում են, որ դադարեցնենք այդ ծրագիրը, ասացի չէ։ Չէ, հիմա պետք է շարունակենք։ Պետք է շարունակենք։ Մենք դիմել ենք արդեն։ Շատ լավ։ Մենք ծրագրի որ էտել անում։ Որտեւ այդ ծրագիրը պետք է աշխատի, տարբերակ չկա։ Ու ես մեծ եմ անում։ 10 Ավելի լավ։ 18 տոննա է դրած։ Ավելի Բայց լավ։ եթե մեծ լինի, ավելի լավ կլինի, էլի։ Ավելի լավ Այս է։ բիզնեսը միայն մեծ դեպքում է հետաքրքիր։ Իսկ կներեք, էլի հողերը ոնց եք հավաքել իրար։ 100-ից նոկուց։ Դժվար շատ։ Շատ դժվար խնդիրներով։ 2 տարի։ Շատ լավ։ Մենք հիմա դրա մասին շատ ենք մտածում, որ հողերի խոշորացման Սերտիֆիկատ կներեք։ Սերտիֆիկատ ունենք դեռ հանած։
Ստանդարտներով է սարքել ենք, էլի, Գլոբալ գլոբալ GDP եվրո ստանդարտներին համապատասխան, որ թույլատրում է քո ապրանքը վաճառես Եվրոպայում, այսինքն քո ընթացիկ գործողությունները համար։ Դե արդեն անկեղծ ասած վիզուալ տեսնում ես, արդեն պատկերացում կազմում ես։ Թե ինչի հետ գործ ունես էլի։ Դե դրա համար եմ ասում, որ այն գյուղատնտեսությունը, որ մենք գիտենք, այս գյուղատնտեսությունը 15 տարի հետո չի լինելու ուղղակի, չի լինելու։ Այս ձևով չի լինելու։ Բարձա ջերմով։ Պարմիկներն են հայաստանում։ Հա? Պարմիկներն։ Միանշանակ համաձայն։ 135 միլիարդի էքսպորտ պարմիկ։ Միանշանակ համաձայն։ Դե որ ասում էի համերգասրահ, հա, համերգասրահ, էլի։ Да. Բան ասել ես, այս սիստեմը գյուղատնտեսության հետ այս կապը չունի, կոնտրոլ կարող են կանալ, բայց կարանտինը դժվար է։ Բաները ինչ է կանում, թփերը։ Հիմա այդ ռակի այդ միտքը տեյցակ է, որ ռակի սնունդի մեջ կանանչ բիբար, պես բաներ գնում է, սրանով միտքը ծակեց, որ ռակ է լանում։ Այդ ամենալավ տարբերակն է, երբ որ մի բանը բերում է շրջանաձև տնտեսության կոնցեպտը, էլի, որ թափոն չառաջանա, ինքը անընդհատ մի բանի ստացվի, երկրորդը, երկրորդից երրորդը, երրորդից չորրորդը։ Նաև արևային պանելներ ունեն, պարոն Արչապետ, որը որ նաև այդ հակաբուծության ժամանակ էներգիայի ծախսն է նվազեցնում, որովհետև հիմնականում այդտեղ էներգիայի ծախսն է լինում մեծ մասը։ Սա մենակ տնտեսական չի, հասկանում եք, սա արդեն քաղաքակրթական փոփոխություն է, որը մեր երկրում տեղի է ունենում, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք աջակցում ենք եւ այդ աջակցությունը շոշափելի է ու ինչքան մենք արդյունքը տնենք, այնքան ավելի կողքեվորվենք, որ ավելի ու բայց մենք նաեւ ինչ ենք ուզում ենք մեր գյուղացիները ովքեր աշխատում են, էլի հողի վրա տեսնեն այս ամեն ինչը։ Հա, ասեմ գյուղացիների մի քիչ պետք է այս արտադրության կրթություն, որտեղ Միանշանակ։ ես մենք նույն բերանք։ Պան Խոջոյան, հա։ Հա, աղամիսից ենք մենք, ես դեմ զանգրե, բայց կապ ունի։ Ես մի աստար առաջ ծառ բերեցի, փոփոխի իսկը։ Ծառում բերեցի, հաշվում եմ, փոփոխը գյուղացիք եկեն նկարում են, ես ո՞ւս կարելի է բաներ, դիտա 10 տարի հետո է փոփոխը։ Չեն իմանում։ Պան Խոջոյան, մենք ստադի թուրեր ունենք ընդհանրապես։ Իրականացնում ենք, պարոն Վարչապետ, Պետք է շատ ինտենսիվ անել։ ինտենսիվ այգիներ ենք իրականացնում, որովհետև ջերմոցային տնտեսությունները մի քիչ խուսափում են մարդկանց ոսկը, որովհետև զգուշավորություն են ցուցաբերում, նաև հիվանդությունների վարակներ չբերելու, բայց մի բան էլ պարոն Վարչապետ ուզում եմ նշել, որ իրենք նաև օգտագործում են միջատներով պայքար, այսինքն վնասատուների դեմ պայքարում են միջատների միջոցով, որոնք բնական թշնամիներն են վնասատուների, բայց չեն վնասում բույսը։ Սրանք օգնական միջակներ են, որոնք որ պայքարում են մեր թշնամիների Բայց հիմա փակա ինքը թե բացա դուրս է։ Չէ, բացա դուրս է գալիս, այդտեղ մի հատ անցք կա, այդտեղից դուրս են գալիս ու բազմանում են։ Դուրսը չի վնասում, բայց վնասատուի բնական թշնամին։ Հայաստանում բիբարի ամենամեծ այդ մորմա չէ՞ լինում։ Տրիպսը։ Ամենաբան վատ թշնամին դա է։ Մեղուները ուր են։ Հոլանդիա։ Շոտ մեղուներն են, հատուկ Հայ քեզ բան։ Դա Բնական միջոցով 4-ից 5 շաբաթ մոտավոր ռադիուսով եմ, էլի։ Հա փոխում ենք։ Հա, Ֆրանսիական ջերմոցներն են։ ամիսը մեկ անգամ ձեռք ենք բերում նորը։ Հա նպաստում պարոն Վարչապետ, եւ նույնանման նույն տեսքի արտադրանքի եւ արտադրանքի արտադրողականության բարձրացմանը, ներկայացության բարձրացմանը։ հոյակապ է ուղղակի։ Ֆրանսիայի նախագահը ասում է կավագանները։ Հա։ Այո, ֆրանսիացիները Շատ լավ, հաճույքով։ 3-4-ին, հա։ Եթե իրանք ցանկություն հայտնեն, հաճույքով։ Հա, ինքը ֆրանսիական ջերմոցներ է։ Հա։ Հետո ֆրանսիական ֆիրման է։ Էսի մենք սարքեցինք ամենաբարձր
Իսկ իրենք գալիս են հավաքում են։ Չէ, հավաքում ենք մենք, իրանք գալիս են Իսկ սա ինչ է։ լիֆտով աշխատողը բարձանում է, քշում է, հավաքում։ Այսինքն սա ինչքան կարա բարձր։ Վերևն է բարձր։ Մի բարը 7 մետր բարձրանում։ Մենք հլակտրում ենք ավելի շատ։ Կտրում ենք։ Այ քեզ բա։ Սենց հերթականությամբ ըստ իր բաների, ծաղկման փուլերի ինքը բարձրանում է ու մշակում ենք իրեն։ Դեռ արդեն սորտերն է դրա։ Որ ասեն 7 մետրանոց բիբարկ կխնդայինք, չէ։ Ծառի պես բարձրանում։ Կխնդայինք։ Լավ անեկդոտների բանի ձեռարնելու բանի առիթ կդառնար, որ մեկ ասել 7 մետրանոց բիբարի ծառ կա։ Տեսակն է հավաները։ Որ մուրավա ջեմը ստացել են։ Աշխարհի ամենակրկների շարքին է պատկանում։ Մենք գիտենք Չիլին ամենակրկնկծում, Չիլին ամենակրկնկծում։ Իսկ էս են կարմիրներ, որ Դա մինիներն է։ Դա 20 տեսակի բիբարը սորտը։ Փորձարկումները դու շատ են։ Այստեղ կարելի է մի 2 ժամ նստել հանգստանալ։ Շղայնացած վախտում է, քանում են։ Մեր համար բան եմ սարքում, փորձում եմ։ Ու ավարի գոմ, Շատ լավ։ Ենանք ինչա նոր ընդայնվել, ես կանանչ որտեղա թաղում են կաման գնում է դեպի։ Իսկ մեր հայկական տարբերակով խորոված անելու բան լինում է, թե չէ։ Այն դեղի մինի բիբարը, խորովածի, ինքը քաղցր չի կարմիրի պես, բայց խորովածի ժարիտի շատ արամատի լավ բան է։ Անիք շոտ։ Մեր որակը, ձեզ ասում, Հոլանդիայից է։ Կարևորը որակն է, որ որակը Համը որակ մեկ ասպարողը գալու է որակի վրա, մի քիչ դանդաղ է գալու, բայց գալու է, տարբերակ չկա։ Հա? Հա, հետո։ Հա, Շատ լավ։ մեր գույներն է։ Շատ լավ։ Հիմա Հունաստան խոսում ենք, ուզում ենք մի ավտոբար, Դուբայել ենք խոսացել, ուղարկենք անցած տարի չհասցրեցինք, Դուբայի համարը լավ շուտ է, ավելի բարձր գինա սաղթել, բայց հեսա Հունաստան, Ֆրանսա, խոսում ենք ուղարկենք, Պարզա, որ արդեն ստեղ կողմնակի հարցեր չկան, աշխատանքի հարցա, որտեղ ստանդարտին ամբողջությամբ համապատասխան Եվ սերտիֆիկացված։ Իրանք գալիս են շատ խիստ են պահանջները։ Իսկ կներեք, էլի մի թուփը ինչքան ժամանակ է բերք Մի տալի։ տարին մեկ փոխում են բոլորը։ մի քառակուսի մետր։ Այս կակոսն էլ հետ էսի Շրի Լանկայից է։ Սա հետը մի տարին մեկ փոխում են բոլորը։ Սածիլը ստեղ տեղում են կաճացնում, դե սածիլը անցը պետք է։ Քառակուսի մետրից։ Դե բայց արդեն շատ բան է, լավ, էդ էլ քայլ առաջ է, երբ որ սածիլը աճացվում է, որովհետև մի ժամանակ Հայաստանում հիմնականում բերում էին սածիլները, բայց եթե ստեղ արդեն աճացնում է, այդ արդեն աճացնում ենք ու ստեղ նոր հարթություն է։ Վերահսկողությունը տենց ճիշտ է։ Մի հատ այդ թփերի վրայի բիբարները ցույց տուր, էլի։ Հələ մի րոպե արի, էլի, մի րոպե արի։ Հələ մի հատ ստեղ այ էս սենց ցույց տուր, էլի, բիբարները։ Սենց գնա։ Մի կետ հոպ դու մի մտի։ Մի քառակուսի մետրից Արի։ 30 կիլոգրամ ստանում։ Տարեկան։ Մի քառակուսի մետր։ 1500 տոննա, այս 5 հեկտար է, այլի։ 1500 տոննա վերքից։ Այս արտղի արտադրություններն են։ Սա բազը ուզում ենք անենք ինքնարժեք։ Այդ շատ լավ է։ Սա Այդ շատ լավ է։ Բայց հիմնականը այս սորտն է, հա, ինչքան հասկացա։ կարմիրը։ Չէ, այնտեղ շատ չգնացի։ Հա, չէ, բայց օրանժ, հա։ տեսա օրանժ հասանք։ Օրանժ հասանք։ Որ բալգասկի ասում են, բայց ինքը տենց բալգասկի չէ։ Հոլանդիայից են կարմիր սերները։ Նաև բան վարչապետ, նախորդ տարի 2025 թվականին
արտահանել ենք 15300 տոննա պղպե, սա 4-ի համեմատ մոտ 4-ից 5000 տոննա ավել։ Հիմա մենք հեսա ավելացնում ենք, էլի ֆինանսավորման ենք սպասում մանգերի։ Դա կոմունիկացիան բանը մենք 20 հեկտարի ենք էլի քաշը։ Ինքը ավտոմատ, սաղ բացվում, նայեք ոնց է վենտիլյատորի միացած, հա, դրածա խոնավությունը 70, ինքը եթե բարձացա, վենտիլյատորներ ավտոմատ միանում, ծրում է։ Քամի եղավ, շոկ եղավ, գրադուս դրածում, չէ ջերմաստիճանը, պատանը բացվում է։ Քամի եղավ, փակվում է, այն կողմն է բացվում։ Խաղ ավտոմատացված է, էլի։ Ու փչվում է իմ այս տելեֆոնները երկու տակը, էլի։ Ավտոմատ հա փչվում է։ Այսինքն 2 տարի է որ այս բիզնեսի մեջ է։ Երկրորդ տարին է, որ բանը դնում ենք ցիկլը։ Նախկինում այս բիզնեսի մեջ չեք եղել։ Չէ, ես շինարար եմ եղել։ Ջերմոտ սարքել։ Այս սատիլներն, հիմա հա։ հաճախում ենք, հա զապազ, որը որ վնասվում է դնում ենք։ Սերմը դնում ենք, այսինքն Սանքի process-ն է։ Այս ինքը սենց կանաչա սորտը թե շուտա քաղաց։ Խաղում ենք, Հա։ մեր հայկական շուկան սվետը գույներով ա ուտում։ Կանաչ դերին բոլոր գույներով։